Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ողջույն սիրելի հետևորդներ, իմ շատ սիրելի ընկերներ, այսօր ուզում եմ խոսել Գյումրի քաղաքում տեղի ունեցածի մասին։ Գյումրիում առանձնապես ոչինչ չի տեղի ունեցել, որևէ արտարոց բան չկա, տեղի են ունեցել ժողովրդավարական, դեմոկրատական սկզբունքներին հարիր, մաքուր, անբիծ ընտրություններ, որի ժամանակ որոշ ուժեր ստացել են որոշակի թվով ձայներ, բնականաբար ավելի քիչ, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եւ ձևավորել են կոալիցիա, թեև չեն ստորագրել որևէ համաձայնագիր, հուշագիր։ Ամենատարօրինակը նա է, որ Գյումրիում քաղաքապետ է ընտրվել կամ նշանակվել հիշյալ ուժերի կողմից մի մարդ, ով ունի բավականին արտառոց քրեական պատմություն, որի ընտանիքի պատմությունն ուղղակի սահմռկեցուցիչ է, սկսած իր գերդաստանով, եղբոր ընտանիքի անդամներով, զավակներով եւ այլն։ Բայց սա է գյումրեցիների ընտրություններ։ Ամենաահավորը, որը երեք տեղի ունեցավ, հիշյալ քրեածին, օրենքին անհամապատասխան, հասարակական համերաշխացութաձևին անհամապատասխան վարքագիծ ունեցող քաղաքացին խոսեց Հայաստանի բելառուսացումից։ Ապշելու բան է, որովհետև մի մարդ, ով ընդհանրապես չպիտի մասնակցել ընտրություններին, այսինքն նա պիտի օրենքով զրկված լիներ ընտրություններին մասնակցելու իրավունքից, որովհետև կրիմինալը կարծում եմ քաղաքականության մեջ մտնելու իրավունք չունի, հիմա էլ նույնիսկ կրիմինալը մի հատ էլ խոսում է Հայաստանի բելառուսացումից, այսինքն կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Սիրելի հայրենակիցներ, իմ շատ սիրելի ընկերներ, Գյումրու դեպքը մեզ համար պիտի ընդհանրապես մտածելու առիթ լինի, որ հաջորդ ընտրություններին, դա կլինի տեղական ինքնակառավարման մակարդակում, թե համապետական ընտրությունների մակարդակում, մենք հաշվի առնենք ում ենք տալիս մեր ձայնը։ Եթե մենք 91 թվականից սկսած կռվել ենք մեր անկախության համար, պահպանել ենք մեր պետությունը, մեր անկախությունը, ծանր դեգերումների միջով ենք անցել եւ եկել ենք ու հասել ենք 2025 թվականին ու դեռ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր խոսում են Հայաստանի բելառուսացումից, ուրեմն մենք շատ մեծ բացթողումներ ունենք կրթական համակարգում։ Եվս մի անգամ վերադառնալով կրթվելու անհրաժեշտությանը կոչ եմ անում ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, հաշվի առեք, որ ձեր տված ձայնը հետագայում որոշելու է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Մենք թերևս Վրաստանից լավը չլինենք, մենք մտածելու շատ բաներ ունենք։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ամենաթանկն է, որ մենք կարող ենք ունենալ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ժառանգել իր զավակներին, իր թոռներին, ավել ոչինչ անել չենք կարող։ Խնդրում եմ ձեզ, հաջորդ ընտրություններին ընդառաջ մտածեք ում եք տալու ձեր ձայնը, որ կուսակցության արբանյակներին եք տալու ձեր ձայնը եւ որ կուսակցություններն են, որ ամաչում են իրենց առաջին դեմքերի գոյությունից եւ որոշակի տեղական արբանյակներով են հանդես գալիս հասարակության առջև։ Ես հույս ունեմ, որ Գյումրին բոլոր քաղաքացիների համար դառնալու է դաս Հայաստանի Հանրապետության, իսկ առջևում քաղաքացու տոնն է։ Մենք եւս մի անգամ կարիք ունենք ապրիլի 26-ին ընդառաջ արժևորելու քաղաքացու տոնը։ Արդյոք մենք 2018 թվականին դուրս ենք եկել փողոց, որ այսօր Հայաստանի ինքնիշխանությունը սկուտեղով հանձնենք որոշ պետությունների։ Այսքանը շնորհակալ եմ։